ըստ հերթականությամբ անցնելու ենք ապացույցների հետազոտմանը, բայց մինչև ապացույցների սահմանված հետազոտման կարգին անցնելը նախորդ դատական նիստի ընթացքում պարոն Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց, քանի որ ապացույցներին պետք է անցնենք, իսկ ապացույցների հետազոտման ժամանակ բացի գրավոր ապացույցներից նաև պետք է հարցաքննենք վկաներին, իսկ մենք դրըմբած դատական նիստում, դատական նիստի սկզբնական փուլում դատարանը թույլատրել էր, որպեսզի մեր հարգելի լրագրողները տեսանկարահանեին, տեսաձայնագրեին, ինչպես նաև հեռարձակեին դատական նիստը, որպեսզի ամբողջությամբ հանրությանը հայտնի լիներ, այս տեղեկացված լինեին հանրությունը դատական նիստում կատարվող դեպքերի հետ մասին, բայց քանի որ իրավացիորեն այդ հարցը կարևոր հարց է, քանի որ ցանկացած վկա դատական նիստի դահլիճում գտնվող կամ իրենց տանը, ինչպես պարոն Աղաջանյան ասեց, հեռուստացույցի դեմը նստած վկան լսելով հանդերձ հետագայում պետք է հրավիրվի դատարան եւ հարցաքննվի, արդեն իսկ իմանալով դրանից առաջ ինչ վկաներ են հարցաքննվել, ինչ ցուցմունքներ են տվել, այստեղ գործի բազմակողմանի լրիվ օբյեկտիվ քննության խախտում կարող է տեղի ունենալ, հետևաբար պարոն Աղաջանյանի ներկայացված միջնորդությունը արգելել լրատվական միջոցների եւ դատական նիստի դահլիճում գտնվող բոլոր անձանց դատական նիստը տեսանկարահանելու, տեսաձայնագրելու, ինչպես նաև հեռարձակելու վերաբերյալ։ Ինչ կարող եք ասել, Տիկին Լյուդվիգյա, սկսենք ձեզանից։ Դուք ես ասում։ Ասեք, դուք ասեք։ Հարգելի դատախոս, ոչ ես ուզում որ սաղ նկարահանվի, սա սկզբից մինչև վերջ մանրամասը, ինչ որ ինձ հայտարարել է, սա աշխարհի դեմ է։ Նույնպես ուզում որ սաղն տեսնին մանրամասը սկզբից մինչև վերջ։ Սաղ էլ պարզվի, սաղն էլ պարզեղն է, որ ես ոչ մի կապ չունեմ ես ամեն ինչի հետ։ Ես սաղ հեքիաթ է։ Հորինած մադմ բղձվածքի բանով։ Հանգիստ։ Ես հարգելի դատախոս։ Մի րոպե։ Ես երևի չեմ ասում, ես երևի հայերեն չեմ ասում, ինչ որ ասում։ Հայերեն եք ասում ես։ Դե ուրեմն ասեցի հարգեք մեկը մյուսին։ Ավելորդ բառերն ավելորդ նախադասություններ, չէ։ Հարգելի դատավոր, ես ինչ ասում եմ, ես սաղն էլ հարգում եմ, բայց ես ինչ բառ ասում եմ, իրան հասանելի բառ է։ Ես նորից եմ կրկնում։ Ես ավելորդ բառեր չեմ։ Նորից եմ կրկնում, այստեղ չեք եկել իրար բառեր ասեք հասանելի լի։ Այստեղ դատական նիստի դահլիճ է։ Իսկ դատական նիստի դահլիճում պետքա պահպանեք կարգ ու կանոն եւ հարգեք մեկը մյուսին։ Եթե ոչ, արդեն սանկցիաները կգան։ Ես հասկացա, ես ուզում եմ նկարահանվի սկզբից մինչև վերջ, հարգելի դատավոր։ Ձեր ասելիքը ասեք, մենք հասկանանք։ Սկզբից մինչև վերջ, ամենավերջի օրը։ Եղավ, կարող եք նստել։ Խնդրեմ պաշտպաներ, եթե ասելիք ունեք։ Հարգարժան դատարան Արկադի Բարսեղյանի պաշտպանության կողմում դեմ չի լրատվամիջոցների կողմից հեռարձակումները, քանի որ մեր պաշտպանյալը, ինչպես նշեց, ցանկանում է, որ հանրությունը, այսպես ասած, իրազեկ ու ներկա լինի դատաքննություններին, դրըմբած դատական նիստ է եւ ամբողջ process-ին տեղյակ լինի եւ նաեւ ապացույցների հետազոտման ամբողջ փուլին տեղյակ լինի, որպեսզի մեր պաշտպանյանը, ինչպես նշեց, պարզ դառնա, թե իրականությունը որն է նշված քրեական գործում։ Եղավ, շնորհակալություն, պարոն Մինասյան, խնդրեմ։ Հարգարժան դատարան, ես որպես իրավաբան մասնակից համաձայն եմ մեր հարգելի գործընկերոջ դիրքորոշմանը, որ այո, չպետք է նկարահանվի, պատճառով ինչը որ նշեցիք, բայց չեմ կարող հակառակվել իմ պաշտպանյալի կարծիքին, եթե նա ցանկանում է ապա դիրքորոշումը եւս լրատվամիջոցներով լուսաբանվի։ Եվ շնորհակալ։ Պարոն Աղաջանյան, ավելացնելու որևէ բան ունեք։ Ձեր ես ուղղակի մի փոքր էսկում, հա, կանգնեք։ Կանգնի վրուր Բարսեղյան։ Նախորդ նիստի ընթացքում ինչ որ լսեցինք այդ միջնորդության վերաբերյալ, ինչ որ արտահայտություն հնչեց է։ Հիմա մեկ անգամ եւս խնդրում եմ, դուք միանում եք ձեր պաշտպանի միջնորդությունը։ Այո։ Ցանկանում եք, որպեսզի
Չնկարահանվի։ Չնկարահանվի դատական նիստը։ Եղավ Որովհետև հարգելի դատարան, ես ինչ որ ասեմ, ոսկե էլի նայողը նայ հերկեգը։ Ես վերջում կանդրադառնամ, երբ որ որոշում կայացնեմ, կանդրադառնամ նաև այդ ծերետ հարցին։ Խնդրեմ հանրային մեղադրող միջնորդության վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Շնորհակալություն պատվարժան դատարան, Պաշտպանության կողմից պարոն Ահաջողյանը ըստ էության ճիշտ հարց է բարձրացրել, բայց միևնույն ժամանակ իրավական առումով որ նայում ենք, լրիվ օբյեկտիվ միջնորդություն է ներկայացվել։ Միևնույն ժամանակ ես թողնում եմ դատարանի հայցողության այն պարզ անվանությամբ, որ ես եւս ցանկություն ունեմ, որ հրապարակային տեղի ունեն այս դատական լսումները, որպեսզի բոլորին հասկանալի լինի եւ տեսանելի լինի, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել այդ մեղադրանքին, որ հակադարձում են պաշտպանության կողմը նշում են որևէ փաստական հիմք չկա, օրինակ նույն փորձագետի եզրակացությունը մենք ցույց դնենք չհաշված մնացած անուղղակի եւ ուղղակի այլ ապացույցները իրենց համակցության մեջ։ Բայց ամեն դեպքում հաշվի առնելով իրավական կարգավորումները ես թողնում եմ դատարանի հայցողությանը։ Ով դատարանը որոշի արդյոք պետք է հրապարակային լինի, տեսանելիանալի թե չէ, որովհետև իրականում օբյեկտիվ է ներկայացված պահանջը, նույն տրամաբանությամբ վկաներին հեռացնում եք դատարանի նիստերի դահլիճից, իբրև թե ապահովելով այդ գաղտնիությունը, որպեսզի ուղղորդում եւ որևէ ազդեցություն չլինի, բայց փաստացի կարող է նա նստի եւ դիտի։ Ստացվում է վկաներին եւ մյուս անձանց ում պետք է հարցակնենք, պահենք առանձին սենյակում, այս լայվերի ժամանակ, հետո էլ ասենք թույլ չտակ, որ նայեն, բայց այդ արդեն խնդիր է։ Թողնեմ դատարանի հայցողացման։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան։ Ուժող կողմ Շնորհակալություն պատվարժան դատարան, ես հանրային մեղադրողի հետ նույնպես կարծիքին եմ, գտնում եմ, որ վերջինս կողմից ներկայացված կարծիքին միանում, սակայն մի բան եմ ցանկանում նշել, Ռուհի Բարսեղյանը իր հայտարարության մեջ նշեց, որ չի ցանկանում նկարահանվի այն պատճառաբանությամբ, որ իր կատակողմից հայտնած տեղեկությունների վերաբերյալ հնարավոր է, որ լրատվամիջոցների միջոցով տեսնեն ու դրան հակառակ արձագանքեն, բայց եթե ես չեմ սխալվում, սույն գործով մեղադրյալների հարցաքննությունը պետք է տեղի ունենա վկաների հարցաքննությունից հետո, այսինքն այն հիմնական ասելիք, ինչը որ ունի Ռուհի Բարսեղյանը սույն դատական նիստի ժամանակ հայտնելու, դա լինելու է վկաներին հարցաքննելուց հետո։ Այս մասը եւս հաշվի առնելով ես նույնպես առողջություն չունեմ, նաեւ թողնեմ դատարանի հայցով։